Վեդոմոստի պարբերականը նշում է, որ նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կողմերը պայմանավորվել են տեղեկություններ փոխանակել անհետ կորածների մասին։ Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա հունիսին։ Washington Times-ը հաղորդում է, որ չնայած չափազանց լարվածկացությանը, Վաշինգտոնը եւ Մոսկվան համատեղ ջանքերով փորձում են նպաստել սառեցված համարվող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ հանդիպման առաջնահերթ նպատակն է մեղմել լարվածությունը, որն առաջացել է ապրիլյան բախումների հետևանքով։ Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին Վաշինգտոնում ասել է, որ Վիեննայի հանդիպման ընթացքում պետական քարտուղար Ջոն Քերին կողմերին կառաջարկի վստահության վերականգնման ուղղված միջոցներ, ընդգծելով, որ անհրաժեշտ է վերսկսել համապարփակ կարգավորման բանակցությունները։ Ռուսաստանին զրկում են նախաձեռնությունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերնագրած վերլուծականում Նեզավիսիմայա գազետայի մեկնաբան Յուրի Ռոքսը գրում է, թե Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին համոզված էր, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Վիեննայում։ Երևանում ըմբռնում են, որ Ղարաբաղի ճանաչումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Խոսակցությունները բանակցությունների մասին անիմաստ են, քանի դեռ չկա հրադադարի ապահովում, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը։ Ըստ Նեզավիսիմայա գազետայի Բաքվում այլ բնույթի հայտարարություններ են հնչեցվում։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, թե Ադրբեջանը ձգտելու է վերականգնել տարածքային ամբողջականությունը եւ վրեժը լուծելու զոհված զինվորների համար։ Հայկական կողմը մտադիր չէ Ադրբեջանին փոխանցել Բուն Ղարաբաղի շուրջ գրաված շրջանները, քանի դեռ չկա կայուն խաղաղության երաշխիք։ Այդ տարածքները Ղարաբաղի համար յուրօրինակ անվտանգության գոտի են։ Ռազմական փորձագետների համոզմամբ այդ հարցում հայերի վճռականությունը միանգամայն հասկանալի է, քանի որ հրաժարումը անվտանգության գոտուց ադրբեջանցիներին կընձեռի գրեթե անարգել ռազմական արշավով Ղարաբաղ ներխուժելու հնարավորությունը։ Վեստի լրատվական կայքը վկայակոչել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ով ասել է, թե կա պայմանավորվածություն հրադադարը հաստատել համաձայն 1994-95 թվականների փաստաթղթերի։ Ռուսաստանի արտգործնախարարին է վկայակոչել նաև Մոսկովսկի Կոմսոմոլեցը, գրելով, թե ըստ Սերգեյ Լավրովի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մշակելու են միջոցներ, որոնք թույլ կտան քննել խախտումները շփման գծում։ Դոյչե Վելե գերմանական ռադիոկայանի փոխանցմամբ ԵԱՀԿ-ն պետք է արագ ավարտին հասցնի հրադադարի դիտարկման մեխանիզմի մշակումը։